Մաշկը գունաբացող, պիգմենտներից մաքրող, երիտասարդացնող, խոնավեցնող դիմակ ենք պատրաստելու, արդեն ինչպես հասկացաք, խատուտիկով։ Այս դիմակում օգտագործելու ենք խատուտիկի ոչ միայն ծաղիկները, այլ նաև տերևները եւ արմատները, բայց այս սեզոնին արմատներն այդքան էլ հարմար չէ, որտեղ այն ավելի հասուն կդառնա միայն աշնանը։ Խատուտիկով սալատներ են պատրաստում, լայնորեն ուտելիքի մեջ է օգտագործվում, նաև բժշկության մեջ է շատ լայն օգտագործվում, մեկ էլ շատ լավ նիհարեցնող միջոց է համարվում։ Մենք հիմա արդեն անցնենք մեր կոսմետիկ խոհանոց, մեր դիմակը պատրաստելու։ Ողջույն, ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, մենք հիմա արդեն անցնենք մեր դիմակի պատրաստմանը։ Երբ արդեն խատուտիկը հավաքել եք, լվացել, իդեպ երբ լվանակ իրենք սկսելու են այսպես փակվել, այդքան գեղեցիկ բացված չեն մնալու, շատ լավ է, որ դուք դիմակ այսպես թարմը պատրաստեք, բայց կարող եք նաև այս սեզոնին հավաքել, այսպես լվանալ, թողնել ջուրը քաշվի, մանր կտրատել եւ դնել չորանա, որ ձմռանն էլ կարողանաք պատրաստել։ Կարող եք թեյերի մեջ օգտագործել կամ նաև այսպես կոսմետիկայի մեջ։ Հիմա կտրատելու ենք, որ մանրացնենք, հեշտ լինի օգտագործելը, համել երբ մանրացնում ենք, ավելի հեշտ է լինում, որ հյութը մեջից ավելի հեշտ է դուրս գալիս։ Ձեզ հարմար եղանակով կարող եք մանրացնել, կարող եք բլենդերով ծփել, կարող եք մսաղացով աղալ, մի խոսքով ինչպես ձեզ հարմար է։ Եթե բլենդերով ծփեք, շատ լավ վերածվի պյուրեի, այդ դեպքում կարելի է նաև հենց այդպես դիմակի մեջ օգտագործել, բայց եթե այս տարբերակն եք վերցնելու ինչպես ես, թուրմ եք պատրաստելու, այդ դեպքում այսպես կտրացնել լրիվ բավական է։ Դե ձմռանն էլ արդեն չորացրածը լրիվ ձեռքի մեջ փշրելու եք եւ մանրացնեք։ Երբ չորացնեք, ինքը այսպես սիրուն բամբակի է վերածվելու, այդ դեպքում շատ դժվար է լինելու օգտագործելը, նաև այս դեպքում կարելի է կիրառել սառեցման եղանակը, որ էլի նույնպես իր արդյունավետությունը կպահի։ Հիմա պարզապես որքան որ ուզում ենք թուրմ պատրաստել, այդքան էլ վերցնում ենք տվյալ բույսից։ Իրենով մեկ ջուր ենք ավելացնելու, ընդ որում շատ եռման, հենց այդ պահին եռացող ջուր, որ կարողանա հեշտությամբ թուրմը դուրս գալ։ Կարող եք դուք նաև թուրմը պատրաստել եւ այդ թուրմը սառցախցիկում պահել։ Երկուսն էլ հարմար եղանակ են։ Մի հատ խառնում եք, մի փոքր լիմոնի աղենք գցում, որ գույնը, հոտը, համը պահպանվի, բայց դրանից բացի նաև pH-ն է պահպանելու, մեզ լիմոնի աղը այդ հարցում է շատ լավ օգնում։ Այսպես տնեմ, որ ձեզ համար ավելի տեսանելի լինի։ Ինքը գեղեցիկ, այսպես գեղեցիկ գույն ունի, մի քիչ մնալով ավելի թունդ կդառնա, շատ լավ կլինի, որ դուք սա թողնեք 20-25 րոպե։ Այս թուրմը նաև շատ կարելի է նորմալ օգտագործել որպես թեյ, հատկապես որպես նիհարացնող թեյ, ովքեր ունեն այդ հարցը։ Ինքը շատ լավ մարսող հատկություն ունի, դրա հաշվին է մարսողությունը բարելավող, դրա հաշվին է, որ նիհարեցնում է։ Դրա հետ կապված բաղադրատոմսեր չեմ կարողանա տալ, ես այսօր միայն ակնեն լավացնող, մաշկը գունաբացող, ինչպես նաև մաշկը լաքաներից ու պիգմենտներից մաքրող դիմակի համար բաղադրատոմսի ենք առաջարկեմ։ Մեզ հիմնականում մեր այս բաղադրատոմսի համար սպիտակ կավե հարկավոր, որին ասում են նաև կաոլին, երևի դուք դեղատներում հենց այս անվանումով կարող եք փնտրել։ Այս ապրանքները, որ ես ձեզ ցույց եմ տալիս, շատ հեշտ է գտնել։ Օրինակ, սա Հայաստանի բոլոր շրջաններում աճում է, բոլոր բակերում։ Հնարավորինս կարելի է այդպիսի, բայց քիչ մարդաշատ վայրերից կարող եք հավաքել, օգտագործել։ Միգուցե դեղատներում էլ են վաճառում, այս պահին չգիտեմ վաճառում են թե ոչ, չեմ կարողանա խորհուրդ տալ, բայց կաոլինը հաստատ կարող եք դեղատներից վերցնել, սա արդեն դեղատներում են վաճառում։ Մեզ մի թեյ գթալ է հարկավոր։ Սա դեմքի համար նախատեսված դիմակն է։
Սա մաշկը շատ լավ գունաբացող կրկին ծակոտիները մաքրող հատկություն ունի, այս երկու համադրությունն իրար հետ շատ լավն են, բայց քանի որ մենք նաև խոստացել ենք, որ դիմակը պետք է սնուցող հատկություն ունենա, մաշկը գունաբացող, այս դիմակի պարբերական օգտագործումը ձեզ շատ հարթ, գունաբացված եւ սնուցված մաշկ կտա։ Երբ արդեն դիմակը մի քիչ թողել եք, արդեն ասեցի 20-25 րոպեի սահմանում, կարող եք այնքան վերցնել իր թուրմից, որ դառնա հաճելի թանձրություն, որը կկարողանաք դեմքին քսել եւ պահել։ Իդեպ այս դիմակը կարող եք ամբողջ աչքերի շուրջ թողնել, ամբողջ դեմքին, ինքը ոնց նկատեցիք, սուր գրգռող հատկություններ չունի եւ բոլոր տեսակ մաշկերի համար լավ է։ Մենք մաշկին ավելի լավ հատկություններ տալու համար նաև A եւ E վիտամին ենք օգտագործելու, այսպիսի կապսուլների այսպիսի տեսքով դեղատներում է կրկին վաճառվում, պարզապես կարող եք հարցնել A եւ E վիտամին, իրենք համ առանձին են հանդես գալիս, համ միասին։ Կարող եք, չգիտեմ, թեկուզ ամբողջ տուփն էլ օգտագործել, կարող եք նաև սովորական այդպես 1-2 կապսուլի չափ օգտագործել։ Ինքը կարող է ալերգիա առաջացնել, դրա համար ամբողջը չենք օգտագործում, բայց քանի որ սա հենց այդքան շատ խիտ չէ, էլի յուղերի արկայությամբ է են պատրաստված, կախված է թե այդ վիտամին Ե-ն ինչ տեսքով եք դուք վերցնելու, դրանից էլ կախված է ինչ քանակությամբ, եթե ինքը մաքուր խիտ վիտամին Ե է, ուրեմն դուք այդպես 2-3 կաթիլի չափով, բայց եթե իր մեջ այլ նյութեր են խառնված, կոնկրետ դեպքում յու, այդ պարագայում կարող եք ամբողջն էլ օգտագործել, ոչ մի հատ հակացություն չունի։ Ծայրը կտրում եք կապսուլի եւ իրեն սխմում։ Եվ այդպես մի քանի անգամ։ Խառնում ենք, ինքը յուղի նման այդպես վրան մնում է, բայց ոչինչ, խառնում եք ու ոչ մի հարց։ Եվ մի թեյ գթալել զեյթունի յուղ ենք խառնում։ Լավ կլինի, որ ձեր զեյթունի յուղը լինի չրաֆինացված, այսինքն առաջին զտման։ Դուք այստեղ իհարկե կարող եք նուշի յուղ ավելացնել, կոկոսի յուղ, սա էլ է նախասիրության հարց, հատկապես որ այդ յուղերն էլ են լինում, բայց քանի որ ավելի տարածված է հենց այս յուղի տեսակը եւ սա ավելի մաքուր յուղ է, քան ցանկացած մեկը, մաքուր այն առումով նկատի ունեմ, որ կեղծելն ավելի քիչ է լինում։ Եվ հենց այս յուղերը, զեյթունի ձեթը բոլոր սննդային խանութներից, սա կարևոր չի եւ պարտադիր չի, որ դուք գնեք դեղատներից։ Վերջ, այսքանը մեր դիմակի համար լրիվ պատրաստ է։ Սա մեր դեմքի համար նախատեսված դիմակն է։ Բայց այս թուրմով կարելի է նաև մազերի արմատներն ամրացնող, գլխամաշկի թեփը մաքրող դիմակ էլ պատրաստել։ Հիմա նաև դա կասեմ ինչպես են անում։ Եթե ձեր դիմակը իմիսպես մի քիչ թանձրությունը քիչ է եւ սա դեմքին մի քիչ այդքան էլ հարմար չի մնա, կարող եք մի փոքր էլ իրեն թանձրացնել։ Քսում եք, սպասում համարյա թե մի քիչ չորանա, մոտ մի 10-15 րոպե եւ լվացվում։ Դրանից հետո կարծում եմ արդեն մաշկից էլի ելնելով, կարծում եմ, որ ձեր մաշկը այլ սնուցող դիմակների յուղերի կարիք չի ունենա։ Երբ մեր այս մի դիմակ արդեն պատրաստել վերջացրել ենք եւ քանի որ հենց այսօր խոսքը գնում էր մեր գունաբացող, քանի որ արդեն լավ ամառ է, բոլորս այդպես ցանկանում ենք մաշկներս բացել, ավելի գեղեցիկ երևալ, հենց այդպիսի մի ապրանք է գունաբացող հատկությամբ, նաև բզուկները լավացնող, մեր հենց այս ապրանքն է ուզում ցույց տալ, էլի մեր շատ տեսանյութերում եմ ցուցադրել, սա մեր Ջեսներ պիլինգն է, ինքը շատ լավ հակակնճռային ազդեցություն ունի, շատ լավ սնուցում է, ինքը պրոֆեսիոնալ խնամք է եւ շատ հարմարեցված, որ դուք կկարողանաք այն տանը օգտագործել։ Համարյա թե խնամքի բոլոր միջոցների մեջ ինքը ամենաարդյունավետն է։ Թթուները առհասարակ արդյունավետ են եւ մեր մաշկի եւ մեր առողջության պահպանման համար թթուները շատ մեծ տեղ ունեն, իսկ դրանց պակասը մեր մաշկի համար այսպես
կործանիչ ազդեցություն ունի, հենց մեր բոլոր խնդիրները հենց այս թթուների պակասի պատճառով են։ Դրա համար անպայման խորհուրդ եմ տալիս, անկախ նրանից այս դիմակը կօգտագործեք թե ոչ, սա բոլոր տեսակ մաշկերի համար լավ է։ Կարող են սկսած 13 տարեկանից օգտագործել։ Իսկ այս դիմակը, եթե ուզում եք դրան զուգահեռ օգտագործել, սա ամեն օր եք օգտագործում այդպիսի լավ արդյունքի համար։ Իսկ եթե ինչպես այս սեզոնին արդեն որոշ մարդիկ իրենց վրա այդպես դուրս տվածներ են ունենում մեշկին, այդ կրծքավանդակին, սա բոլոր այդ հատվածներին հատկապես որ շատ մատչելի խնամքի միջոց է։ Կարող եք այսպես ահագին շատ պատրաստել, մեծ քանակությամբ, այսպես ամբողջ մարմնով պատվել, գեղեցիկ քսել, սպասել, ձեզ մի հատ ամբողջական սպա միջամտություն ապահովել, սպասել, հանգստանալ, գնալ, վայելել, լվացվել եւ ձեր այդ ինքնախնամքը վայելել։ Բայց քանի դեռ սա քսել եք, միևնույնն է զբաղված եք արդեն, չեք կարող տեղ գնալ, կարող եք նաեւ չմոռանալ ձեր մազերի խնամքի մասին։ Այս դիմակը ինքը այստեղ շատ անելու բան չկա, ամենամեծ դժվար գործը արդեն արել եք, ջուրն է լցրել եք վրան, դրել եք, թրմվել է։ Այստեղից կարող եք մի քիչ վերցնել, խմել, որ նիհարեք, միևնույնն է բոլորն ուզում են նիհարել, բայց ես չեմ ուզում, ովքեր չեն ուզում նիհարեն, իրենց նեղացնեմ, ես սա ինձ համար ասեցի։ Կարելի է նաև վերցնել, խմել, նիհարել եւ իսկ մնացած այսպես քամում եք եւ քսում ձեր ամբողջ գլխամաշկին, այդպես քսում եք մերսելով, քամում եք նոր, որ ավելի հարմար լինի, բայց թե մեջը մի փոքր էս բույսի հատիկներից մի քիչ մնա, սա ձեզ ընդհանրապես չի խանգարում, քսում եք, գլուխը ծածկում եւ ինքը արդեն այդպես խորը լվանալու կարիք չունի։ Երբ գնաք սա լվանալու, կարող եք մազերն էլ ցայել եւ դուրս գալ, եթե հետո ուրիշ ոչինչ չեք խառնում, կարող եք առհասարակ չլվանալ, միևնույնն է ինքը ձեր մազերին չի մնալու։ Քանի որ սա իր մեջ A, B, C վիտամիններ է պարունակում եւ այդպես հակաբորբոքային նյութեր է պարունակում, կնպաստի, որ գլխին առկա յուղը, թեփը, դրանք մաքրվեն, քորը հանգստանա եւ մազերն ամրապնդվեն, մազերի արմատները։ Բայց եթե օրինակ մենք որևիցե դիմակ ասում ենք, որը կարելի է նաեւ մազերին քսել, որից պատրաստված դիմակը կարելի է դեմքին քսել, այստեղ վախենալու ընդհանրապես կարիք չկա, որովհետեւ սա ոչ թե մազ է աճեցնում, այլ նպաստում է, որ մազի արմատը ամրանա։ Իսկ մեր դեմքին, քանի որ աղվա մազերը դրանք նույն մազերը չեն, իրենց արմատները ամրանալու խնդիր չկա, սա մեր դեմքի համար հակակնճիռային ազդեցություն ունի։ Մի խոսքով այս սեզոնին սա հավաքում եք, ինչպես մեր ժողովրդական ասացվածքն է ասում, ամռան փուշը, ձմեռվա նուշը, այնպես որ հավաքում եք, պատրաստում եք եւ ամբողջ տարին առողջությամբ օգտագործում եք։ Իսկ ձեր հետ եմ ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպումներին։ Իսկ եթե մեր ապրանքները դուք հավանում եք, ցանկանում եք դրանք ձեռք բերել կամ դրանց օգտագործման հետ կապված հարցեր են առաջանում, կարող եք գրել, իսկ այս ապրանքը մեր Facebook-ում է վաճառվում, Viber-ում է վաճառվում, արտիկուլը կթողնեմ այնտեղ։